Աստծուն հաճելի է, երբ որ մի մարդ իրան ամբողջովին անավիրում, ամբողջովին։ Ու մարդը ինքը իրան սարքում Աստծո ծառա։ Մեկը կամ սատանայի ծառա պետք լինես, կամ Աստծո ծառա, լավ Աստծո ծառա լինես։ Կամ մեղքի ծառա, կամ արդարության, լավ արդարության ծառա լինես։ Լավ Աստծո շնորհքի տակ Աստծուն ծառայես, քան թե անորության մեջ չարի կամքը կատարելը։ Լավ, այսպես թե այնպես մի սուրբ գրքում համար կա, Հռոմեացիս 12-րդ գլխի առաջին խոսնա, ասում է, արտաղաչում եմ ձեզ, եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ եւ Աստծուն ընդունելու պատարագ, որը ձեր բանավոր պաշտոնը։ Ձեր մարմինները ներկայացրեք կենդանի եւ սուրբ Աստծուն ընդունելի պատարագ։ Ինչա նշանակում, ես չգիտեմ խի այս հատվածի մեջ տեսնում եմ, որ դուք ձեզ ամբողջովին, երբ որ ասում պատարագ, երբ որ ասում զոհ, տեսեք, երբ որ հին կտակարային ժամանակ զոհեր էին բերում, ասենք գառը բերում էին, չէին բերում գառը դնում զոհասեղանին, ոտի մասը, բդի մասը կտրում տանեմ տուն, տես չէին անում։ Կամ երբ որ պատկերացրեք մեկը մի կովա բերել, հա, քանական այդ ղևտացիների զոհը հիշում եք ոնց էր կատարվում, պատկերացրեք բերել են, ասենք խաշի մածերիալ տանում են տուն, չէ, տես չի, ամբողջն են բերում զոհի։ Նույնիսկ այն աստատիկը, որ մնում էր, որ ուտելու չէր, որը բան էր, ասենք դա էլ վառում էին կրակով։ Իսկ ողջակեզի դեպքում ամբողջն են ողջակեզ անում։ Իմ ասում եմ, երբ որ ձեր մարմինները ներկայացրեք կենդանի եւ սուրբ Աստծուն ընդունելու պատարագ, դա նշանակում է ձեզ ամբողջովին տվեք Աստծուն։ Ամբողջովին ձեզ դրեք զոհասեղանին։ Ձեզ ամբողջովին, ձեր Աստված չի ուզում քո մի մասը, Աստված ուզում է քեզ ամբողջովին։ Ոնց որ դու քո երեխայի ամբողջն ես, չէ՞ ուզում։ Դու չես ասում երեխուս ոտնը լինի բոլա։ Պես չես ասում, կամ երեխուս ականջի ինձ երիկա։ Շատ կներեք, բայց սրա նմանաշ միգուցե այդքան է բան չի, բայց շատ անգամ մենք սենց ենք վերաբերում Աստծո հետ։ Այնա որ մի պստիկ նվիրում ենք։ Առաջին իսկ հնարավորության դեպքում հեռու ենք պահում մենք Աստծուց մեզ։ Նույնիսկ աշխատանքի մեջ, նույնիսկ գործարար մարդիկ, իրանք ուզում են ամբողջովին նվիրված աշխատող, որ մեկը, որ իրան ամբողջովին է տրել։ Հիմա եթե աշխատանք սկսում է ժամի 9-ին, վերջանում է ժամը 6-ին, քո աշխատողը գալիս է ժամը 12-ին, մի կես ժամ աշխատում է աբեդանում, ժամը 4-ին է գնում, ասում է գործ ունեմ, ձեզ տենց աշխատող պետք է, անհավես աշխատի, տենց չի, մենք ուզում ենք, որ ամբողջովին, հավատարիմ, ուրախ, նվիրված, դրա համար Սուրբ Գիրքն ասում է, ինչ որ անեք, սրտանց արեք, որպես թե Տեր Հիսուսին կանեք, ամեն ինչ որ անում եք, նույնիսկ ձեր պաշտանմունքը փառաբան, երբ որ դու ասում ես փառք Աստծո, պետք է քո ամբողջը ասի փառք Աստծո։ Մարմնիդ ամեն մոլեկուլը թող ամեն բջիջը ասի փառք Տիրոջը, թող գովաբանի Աստծուն։ Ես ուզում եմ, որ մենք ամբողջովին նվիրված լինենք, ընծայված լինենք։ Հավատացեք, Աստված այսպիսի ընծաների է հավանում, այսպիսի նվիրվածության է հավանում, հավատարմությանն է հավանում, այսպիսի պաշտանմունք է պետք։ Ամբողջովին մկրտվել, ընկղմել։ Ոնց որ գիտեք ինչի, էլի շատ օրինակներ ունեմ ասելու, ոնց որ ասենք դեղցը լվանաս, մի կեսը լվանաս, այն կեսը կեղտոտ թողես։ Չէ, ամբողջովին, էլի, ամբողջովին։ Ամեն ինչի ամբողջովին։ Օրինակ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ զորությունով։ Չի ասում էլի, որ սիրիր քո Տեր Աստծուն ուղեղի կիսագնդի մյուսով էլ կարած չսի։ Տենց չի, ամբողջը Աստծունն է։ Տերը օրհնի մեր Արտաշախորը, ինքը այդպես ամբողջովին նվիրել է իրան Աստծուն, եւ այսօր տալածի հողություն անում։ Խնդրեմ Արտաշախ։